Բարև ձեզ, դիտակետն ուղիղ եթերում եք, զրուցենք Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու դոցենտ, հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Բարև ձեզ։ Ուրախ եմ ձեզ տեսնել դիտակետի տաղավարում, պարոն Ղազարյան, երեկ պարզ դարձավ, որ գրոհ է սկսվել այժմ էլ Արագածոտնի թեմի վրա։ Ըստ նախնական տեղեկատվության գրել էին, որ 12 քահանաներ եւ Մկրտիչ Սրբազանը գտնվում են քննչական կոմիտեում, անգամ մի քանի քահանաների տեղը պարզ չէր, հետո փաստաբաններին չէին թողնում, որպեսզի մոտենային, նախ իմանային որտեղ են եւ իրենց բնականաբար փաստաբանական գործունեություն իրականացնեին, ինչևէ ունենք պատկեր, որ Մկրտիչ Սրբազանը եւս 2 ամսով կալանավորվեց եւ այսօր կալանավայրում ունենք 3 սրբազան հայրեր՝ Տավուշի թեմ, Շիրակի թեմ եւ Արագածոտնի։ Ով է լինելու հաջորդը։ Ես կարծում եմ, որ արդեն հասել են կաթողիկոսին, որովհետև այս գործողությունները ակնհայտ դրան են միտված, եւ սա ոչ թե չար, ուրեմն կանխակալ ենթադրություն է, այլ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վրա հիմնված տրամաբանություն, որովհետև Նիկոլ Փաշինյանը շատ վաղուց ասածը 2025 թվականի մայիսի 29-ից ուղիղ թիրախավորել է ամենայն հայոց կաթողիկոսին, թիրախավորման պատճառներն են մեզ համար հասկանալի, տեսանելի, ամեն ինչ սկսվել է այս գործընթացը 2025 թվականի մայիսի 22-ից, այդ օրը Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալաշուքյուր Փաշազադեն հայտարարություն էր տարածել, որ իրենք որոշում են կայացրել Երևանի եւ Էջմիածնի Ղազիաթ հիմնելու վերաբերյալ։ Ղազիաթը դա Կովկասի մահմեդականների թեմերն են, ոնց որ մեր առաքելական եկեղեցու թեմերն են, համարժեք, համանման իրենց կազմակերպությանը համահունչ կառույցները դրանք են։ Այսինքն իրենք Բաքվից որոշում են կայացրել, այստեղ չունենալով հավատավորներ, ադրբեջանցիներ, իրենց հավատքի ներկայացուցիչներ որոշում են կայացրել այստեղ թեմ հիմնելու վերաբերյալ, որը ներառում է նաև Էջմիածինը։ Դե պարզ է, չէ՞, սա ուղիղ քաղաքական Ադրբեջանում չի կարա եկեղեցի իրենց կրոնական կազմակերպություն ուղիղ կապվածության մեջ չլինի կենտրոնական իշխանության հետ։ Եվ այդ ամեն ինչը նա ներկայացնում է այդ ադրբեջանցիների Հայաստան գալու, բնակեցնելու, այդ 300,000 էին, հետո դառնում 1.5 միլիոն, հետո տենց ավելանում են, չէ, գնալով դրանք այդ վերջի շրջանում, որ դրանց գալու հետ միասին պետք է նաև հիմնվեն հոգևոր կենտրոններ։ Այդ հայտարարությանը պետական մակարդակով որևէ արձագանք չի եղել։ Արձագանքել է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին Մայրաթոռը շատ կտրուկ արձագանք հենց հաջորդ օրը մայիսի 23-ին, որը շատ նորմալ է եւ տեղին։ Դրանից հետո մի քանի օր հետո 2025 թվականի մայիսի 26-ին եւ 27-ին Շվեյցարիայում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգի II-ի նախաձեռնությամբ եւ խնդրանքով հրավիրվել է Եկեղեցիների համաշխարհային կազմակերպության եւ Շվեյցարիայի բողոքական եկեղեցու կողմից կազմակերպված մի բազմա եկեղեցական, տարբեր եկեղեցական ուղղությունների կաթոլիկ եկեղեցու, բողոքական եկեղեցու, ուղղափառ, տարբեր քրիստոնեական եկեղեցիների մի շատ հեղինակավոր համաժողով, որտեղ ելույթ է ունեցել նաեւ ամենայն հայոց կաթողիկոսը Ելույթի առանցքային հարցերն են եղել ադրբեջանական ագրեսիա Արցախի նկատմամբ, այսինքն ռազմական հանցագործություն, Արցախահայության բռնի տեղահանություն, նրանց վերադարձի իրավունք, ուրեմն Ադրբեջանում պահվող ապօրինի հայ ռազմագերիների խնդիր եւ ադրբեջանական տիրապետության տակ անցած տարածքներում քրիստոնեական ժառանգության, այսինքն համամարտկային քրիստոնեական արժեք ունեցող հուշարձանների բարբարոսության, ոչնչացման հետ կապված վանդալիզմի դրսևորումներ։ Հիմնական առանցքային հարցերը դա։ Վեհապարի այդ ելույթը մամուլում տարածվել է հաջորդ օրը, այսինքն ինքը ելույթ անեցել մայիսի 27-ին, ելույթը տարածվել է լրատվամիջոցներով մայիսի 28-ին։ Մայիսի 29-ին հաջորդ օրը արդեն կառավարության նիստ էր, որտեղ Նիկոլ Փաշինյանը քննարկող օրակարգային հարցերը ոչ մի առնչություն չունենալով եկեղեցու հետ,
Սկսում է եկեղեցին թիրախավորել, վիրավորել, անպատվել, անպատիվ ամենանսեմացուցիչ ձևով եկեղեցիներ անվանելով չուլաններ, որ այնտեղ աղբ կա, չգիտեմ, կոշիկներ կան այնտեղ գցած, չգիտեմ, կռավատ կա դրած, ասենք ես օրինակ հիմա ուզում եմ իմանամ Հովանավանքում, որտեղ սպասավոր է Անտեր Հարամը։ Այնտեղ ասենք եկեղեցում հիմա կռավատ դրած է, թե չէ։ Կամ ասենք այդ Հովանավանքը չուլանի վերածած է, թե չէ։ Ես կարծում եմ, որ վերածած չի, որովհետև բոլոր եկեղեցիները, որոնք գտնվում են առաքելական եկեղեցու տնօրինության տակ, գերակշռում է, թե չասենք գործող եկեղեցիներ են, դրանք տվյալ հոգևորականների կամ թեմերի առաջնորդների հոգացության տակ է, չեմ ասում բարեպաշտ հավատավոր ժողովրդի, ես ինքս անձամբ Վայոց-Ձորում, երբ որ մասնաճյուղի տնօրեն էի, մենք մեր ուսանողների հետ այցելել ենք Նորավանք, Գնդեվանք, տարածքը մաքրում, չէ՞, մեր տաճարներն են, մեր վանքերը, այդ եկեղեցու զավակներն ենք, առաջի հորդորով, առաջի նախաձեռնությամբ, ով որ նման բան է նախաձեռնում, շատերս արձագանքում հավատացյալներ կան, օրեր ունեն, գնում են եկեղեցիները, մաքրում են, կարգ են բերում, կամավոր որպես դերոս, ինչը շատ, այսինքն մեր եկեղեցապատկան տարածքները ամեն քաղաքում, այդ քաղաքի ամենալավ հանգստի գոտիներն են, այսինքն ոչ միայն տաճարը, այլ նաև նրա մերձակա տարածքները խնամված, խոտը քաղած, այգին մշակված, ամեն տեղը տենց է։ Եթե նույնիսկ վատ վիճակում գտնվող հուշարձաններ կան, օրինակ այդ օրերին Գևորգ Պապոյանը մի հատ լուսանկար էր հրապարակել, երկու հորդ մի, ասենք, կիսաքանդ եկեղեցում։ Ընդհանրապես ընդունված է, որ մարդիկ իրանց ընտանեկան նկարներից, ասենք ինչ-որ մի տարեդարունակ ամուսնության տարեդարձի կապակցությամբ, չէ, զույգերը հրապարակում են, ասենք, նկար են դնում, ասում են, սա 10 տարի առաջ մենք արդեն 10 տարի միասին ենք կամ 15 տարի։ Ես որ տեսա-տես տպավորություն ստացա, բայց ուշադիր որ նայում եմ, ասում, չէ, իրանք չեն, հորթեր են ու ասում, չի հրապարակել։ Այն նույն շարքից է, որ եկեղեցին, հետո պարզվեց, որ այդ նկարը, որ ինքը հրապարակել է, դա տարիներ առաջ լուսանկարեցին, որտեղից են պեղել ինտերնետից Google-ով մանեն եկե, ու պարզվում է, որ այդ հուշարձանը, որի տարածքում ընտանիք կենդաներ հայտնվել, ոչ թե եկեղեցապատկան է, այլ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության, այսինքն դա ուղիղ քննադատություններ Ժաննա Անդրեասյան, եթե Ժաննա Անդրեասյանի նկարը լիներ Պետրոսի հետ, շատ ավելի կարող է վատ լիներ, քան այդ երկու հորթինը, բայց որովհետև քննադատությունը ուղղված էր Ժաննա Անդրեասյանին, թե ինչի է իր խնամքի տակ գտնվող հուշարձանը այդ վիճակում գտնվող։ Մի խոսքով այդ ժամանակվանից սկսած, այսինքն Վեհապարի հայտարարություն, Փաշազադեի հայտարարություն եւ այլն, սրանք հարձակվեցին եկեղեցու վրա, նույն օրը վարչապետի կինը Աննա Հակոբյանը Facebook-յան գրառում, մանկապիղծներ, այս չգիտեմ թաքնվում եք այդ համազգեստի մեջ, այդ եկեղեցիներում մանկապիղծներ եք, չգիտեմ, ու կոնկրետ նշելով տենց այդ իր ենթագիտակցությամբ, էլի շվեյցարիաներում այդ ինչ հայրենիքի հարցեր եք քննարկում, գերիների հարցեր, այսինքն հստակ նշելով, որ այդ հարձակման պատճառը Շվեյցարիայում Վեհապարի ունեցած ելույթն է եւ դրանից հետո ուղիղ է թիրախավոր Վեհապարը եւ Նիկոլ Փաշինյանը եւ գրեթե բոլոր իշխանության ներկայացուցիչները նրան դիմում են Ավազանի անունով, ինչը որ անարգանք, այսինքն հոգեվորականին Ավազանի անունով դիմելը դա նրա այն էլ ինչ հոգեվորականի եկեղեցու գլխավոր սպասավորի ամենայն հայոց կաթողիկոսի բացի դրանից այդ կեղծ եւ զրպարտություն հանդիսացող լուրերը կուսակրոնությունը խախտելով, այսինքն առանց որևէ փաստի, ապօրինի թիրախավորում ու կոնկրետ նշելա, չէ՞ Նիկոլ Փաշինյան, Վեհապարը պիտի հեռանա։ Վեհարանից վեհի ինչ։ Վեհարանից վեհի տենց ինչ-որ մի հիմարություն է դուրս տվե։ Վեհապարը, չի ասում Վեհապարը, իր ասած բառը դեպքում չեմ ցիտում, որովհետեւ ես այդ եկեղեցու զավակ եմ, հարգանք ունեմ Վեհապարի նկատմամբ։ Ասում նա պետքա վեհարանից հեռացվի, հետո նույնիսկ կարգամշակի, ասում պետքա ժամանակավոր պաշտոնակատար դառնա մի հատ ամուսնացյալ քահանա, թե ինքն է որոշի, ինքը որոշում, իր գործուն ինքը որոշի, չէ, եթե նույնիսկ Վեհապարը պիտի ենթադրենք կաթողիկոսն ենթադրենք հեռանումա, ով է քեզ իրավունք տվել, որ դու որոշես, ով պիտի նրան փոխարինի,
Ինչ գործ ունես դու մեր եկեղեցու հետ, մանավանդ որ դու այդ եկեղեցու զավակ ես, այդ եկեղեցու ծեսերին չես մասնակցում, հաղորդություն չես ընդունում, եկեղեցական արարողությունների չես մասնակցում։ Այսինքն ինքը մեր եկեղեցու, հիմա ասենք թե օրինակ ես բանը տարբեր կրոնական կազմակերպություն, կյանքի խոսք, չէ՞։ Ենթադրենք դες մեկ կազմակերպություն կամ Եհովայի վկան է, կրոնական կազմակերպություն է։ Իմ ինչ գործն է։ Ասենք ես ենթադրենք մարզպետ եմ, այդ կազմակերպություններից կարող է նաև մեր մարզի տարածքում են գործը։ Իմ ինչ գործն է, ես քիթս խոթեմ նրանց գործերի մեջ, ասեմ ով պիտի լինի, ենթադրենք այդ կազմակերպության Վայոց ձորում ներկայացուցիչը, պիտի դա փոխվի, դրանով պիտի փոխարինի, ինչքան ժամկետում պիտի փոխարինի, հետո ինչ կանոն, դա իրավունք չունես դու նույնիսկ որպես պաշտոնատարանց, մենք խղճի կրոնական կազմակերպությունների մասին օրենք ունենք, եւ այդ օրենքը արգելում է պետական որևէ մարմնի միջամտել օրենքի շրջանակներում գործող կրոնական կազմակերպությունների գործունեության, այսինքն դա ոչ միայն սենց բարոյական բան, այլ օրենքով արգելված քրեական օրենսգիրքը որպես հանցանքի տեսակ համարում միջամտությունը, ծեսին խոչընդոտել, արարողությունների անցկացման արգելք ստեղծել է, ինչը որ արել են, չէ՞, ասենք օրինակ երեք Արագածոտնի թեմում հուղարկավորություններ են եղել առանց քահանայի, երբ որ նախնական պայմանավորվածություն է գնա զույգեր են գնացել պսակադրության, քահանան ձերբակալված է, այսինքն միջամտել են նրանց գործ օրենքի շրջանակներում գործունեությանը։ Ուսա դիտավորության բառ, նա ասում է պիտի մի հատ Տեր Արամ լինի պաշտոնակատար, այնքան ժամանակ մինչև եկեղեցու կանոնակարգերը փոխվի, կանոնակարգերի այդ ծավալուն տարբերակի փոխարինելի մի հատ սեղմագիր, այդ սեղմագիրը պիտի գրափառից թարգմանվի արևելահայերեն, չգիտեմ, պիտի Անթարեսը երևի տպի, մինչև չտպի ուրեմն դա չի նոր այդպես բաներ դու ինչ գործ ունես դա սահմանելու, այսինքն սա ուղիղ հետո հիշում եք մի ժամանակ ասում էր որ պետքա խմբեր ձևավորվեն կառավարությունում ստուգումներ պիտի ովա պասպահե ովա ավետարանը կարդացե թե պասպահել ասենք ոստ իր ստուգեր ընդհանրապես սննդային բաների ստուգման բժշկության հայտնի միակ ձևը դա անալիզն է ու հիմնականում վերցնում են անալիզը մեզից կեղտից այրունից հիմա ասենք թե ինքը կոնկրետ ոնց պիտի այդ անալիզը վերցնի ոնց պիտի հոտոտի այդ հոտոտելուց ոնց պիտի պարզի դա լրիվ ասենք անհասկանալի մեթոդաբանություն բան չէ տեսավ դա չի ստացվում հետո ասած էշմիածնում հավաքվելու ենք այնտեղ հրապարակում քրիստոնյաբար չգիտեմ ինչի վերապարին հեռացնենք տես ում կանչել էր այդ մարզպետ մամուլում գրել են սա ասում են թքմներեսներից մարդիկ էլի բանը ոչ մեկ չի համաձայնվում, չեն գալի, չի ստացվել, դա է չի ստացվել, հիմա անցել է իրավապահ համակարգի գործողությունը եւ դրա հիմնական նպատակը եկեղեցին վեհապարին եկեղեցուց այդ ձևերով հեռացնելն է եւ հիմա այդպես հստակ արդյունաբեր կոնցեռն է, էլի ամեն մեկը իր դերը ունի, դերերի հստակ բաժանում է, ասենք կա Տեր Արամ, որը հավաքագրված է, ինքը խոստովանել է այդ Պետրոս Ղազարյանի մոտ, որ հարցազրույցի էր գնացել Դες Պետրոս Ղազարյանի հարցազրույցների պրոֆեսոր եմ, չէ, դրանցով եմ զբաղվում։ Իմ հաղորդում, դες ուրիշ աշխով եմ, էլի, ուսումնասիրել, մշակել եմ էլ այդ Տեր Արամին կա այդ անտիֆեյքով։ Հիմա այս Տեր Արամը ինչ է ասում Պետրոսին հարցազրույցի մեջ, ասում է, որ 2001 թվականին պատերազմից հետո Աննա Հակոբյանը զանգել էր ինձ, ասում էր արի մեր տան տնօրներ կարա։ Ճիշտ է։ Հիմա հարցը, ասում եմ ես էլ սկզբից զանգեցի Սրբազանին, թեմի առաջնորդին, նա սկզբից ասաց գործ չունես, հետո ասաց գնա, գնացել եմ։ Հիմա հարցը չի առաջանում տրամաբանական։ Դու սովորական ծխական գյուղի քահանա ես։ Այսինքն այնպես չի էլի որ թեմի առաջ որպես կանոն ասենք եթե վարչապետի հետ կապված պետության ղեկավարի հետ կապված արարողություններ բան են լինում առնվազն թեմի առաջնորդներ բան չէ ինքը կդիմի բան կանի նրանց բարձր դասի հոգեվորականներ ծառայություն կմատուցեն բան կանեն դու ասենք մանավանդ ասենք Նիկոլ Փաշինյանը Իջևանցի Աննա Հակոբյանը Չարբախից հիմա դրանք գրանցված են Չարբախում Նիկոլի Զոնքանչի տան հասցեում դու որ ասենք Չարբախի եկեղեցու քահանան ես ասես քո հոտի անդամներ են այտենց չի որ ասես իրանք օհանավան դաչա ունեն ամարգատես բան ընդ ոչ մի կապ չկա քո հետ դու այդ ծխական քահանա ես որ իրենցից գտնվելու վարից աշխարհագրորեն հերու
ոչ մի կապ չունես, նախ դրանք քեզ որդուց են ճանաչում, չէ՞։ Ինչի այսքան քահանաների մեջ հենց զանգեցին քեզ։ Հարցերա, չէ՞, որ առաջանում է։ Կամ ասենք թե դու զանգելա, բայց չես ասում տիկին ջան, դու մարդ չունես, ասենք դու ինչ ես զանգե։ Ամուսինը, չէ՞, կամ ասենք հիմա ենթադրենք քեզ քահանա են հրավիրում, բայց դու չես հարցնում, ասես, իսկ դուք բան եք, մեր եկեղեցու զավակ եք, ասենք հիմա որ Եհովայի վկաներից մեկը զանգի քեզ, էթալու ես դու, բա մատ պիտի հարցնես, չէ՞, ասես դու մեր եկեղեցու զավակ ես, մկրտված եք, ասես արի մեր տունը օրհնի, մեզ է ձեր տունն է, դա կառավարական ամառանոց է, դա պետության տունն է, երբ որ դուք ձեր տունը կունենաք, գալ կօրհնենք։ Կամ ասենք թե դուք ամուսնացած եք, ասում ես մեր ընտանիքը, ուր է ծննդե ընտանիք։ Բա պիտի պարզես, չէ՞, ասենք հիմա ամեն մի փողոցից մի հատ աղջիկ վերցի զանգի քեզ կանչի, ելնելու ես էթաս։ Դες բան դու ինչ ես դες գլուխը տնգել է գնաց է։ Բա հարցա, չէ՞, դրանից հետո մեկ էլ ասում է Տիկին Աննան, հետո 40 կանանց հետ ինչ-որ այդ իշ խումբ ա եղել 42 են եղել 43 պայմանական կույսերը Աննան հավաքել գնացել են Օհանավանք, որ սա պատմի Օհանավանքի պատմությունը, թե Օհանավանքի պատմությունը չի պիտի ինքը պատմի, այս Վիկիպեդիայի լուսավոր դարում Աննա Հակոբյանը իր տգետների դպրոցն ունի, սաղին կրթում, բա այդքան կրթվել են մի հատ Վիկիպեդիայի մասին էլ չգիտեմ որ բաց են կարդակ, դրա համար հենց մեն այդում ասում հատուկ գնացել են իր մոտ, այսինքն վերցնում են մի հատ Տեր Արամ հավաքագրում են, սրան տանում են իրանց Պետրոսի մոտ հարցազրույցի ժամանակ ասում եմ, որ ինձ ասել են կեթաս հանրահավաք, ես իմ կամքին հակառակ գնացել եմ, սուտ ես դրան էլ ոչ մի հանրահավաքի չեմ տեսել, այդտենց հանրահավաք չկա, ես գնացած չեմ։ Ես էլ դրան ոչ մի հանրահավաքի չեմ տեսել։ Ասենք բա եկել ես հանրահավաք, ասենք ինչ է, որպես ինչ ես եկել։ Ասենք օրինակ ես դիմադրության շարժման բոլոր հանրահավաքների մասնակցել եմ, կարծեմ 2-3 անգամ ելույթ եմ ունեցել։ Բա որ դու եկել ես, տենց կարևոր մարդ էիր, որտես քեզ հատուկ քո ներկայությունը այնքան կարևոր էր, որ սաղ ամեն ինչ հայել եմ որ դու գնաս։ Բա մատ ելույթ ունենայիր, մի հատ էլ բացեք, այդ հանրահավաքների սաղ ճեպազրույցները, հարցազրույցները YouTube-ում կա, չէ։ Հələ մատ պոիսկ տանք, տենանք Տեր Արամի ճեպազրույցը ենթադրենք TV5-ին, չգիտեմ, Live News-ին կամ 168-ին, կա տես բան, չկա։ Որտե ես եկե, ով ասում, որ եկել ես, կարող է սուտ է, չէ ասում, ոնց է ապացուցում, որ նա ընդհանրապես հանրահավաքի մասնակից է եղել։ Իմ հիշելով նա ոչել է, այն Դանիել Յոնիսյանը, որը որ հաղորդում է տվել, ինքն է գնացել հաղորդում, այդ արդյունաբերության մաս է կազմում, չէ։ Գործտվող եք ասում։ Գլուխ է գո։ Լավ, Դանիել ջան, դու ես էլ գործտվողն է, դատախազը գործ արծողը, քնիչ դատավորը կալանավորը, այս բաց արդյունաբերությունը։ Հիմա եկանք հասանք Դանիել Յոնիսյան, բայց Դանիել Յոնիսյան, դու ունես դրոն։ Այդ դրոնը ամեն հանրահավաքի անում ես նկարում ես հանրահավաքի մասնակիցներին, հրապարակում ես քո կայքում, ասում ես, այս դիմադրության շարժման այս ինչ որ հանրահավաքի ժամը 19:40-ի դրությամբ մասնակցել է 4620 մարդ, ու հետո գրում եմ Մասնակիցների հաշվարկը իրականացվել է անհատական հաշվարկի մեթոդով, այսինքն zoom են արել, դրոնը բանը օպտիկան այնքան լավն է, որ թույլ տալիս է zoom անել, հետո համակարգչային ծրագրով ինքը նույնականացնում է մարդկանց, թե քանի մարդ են եղել, համակարգիչը հաշվում ասում է հանրահավաքի մասնակիցների թիվը այսքան է։ Բայց եթե այդ օպտիկան այդքան լավն է, zoom-ի հնարավորություն կա, հələ մի հատ էլ zoom արա տենանք այդ անտեր որտե է։ Մի հատ էլ դրան ցույց տու ասա, այս դիմադրության, այս երկար դեմքով այդ բանը ինքն է։ Իդեպ պարոն Ղազարյան, մի բան ասեմ, տեսնում եմ տարբեր մարդիկ նկարներ են հրապարակում, այսպես անկեղծ եմ ասում, շատ նման է։ Երկրորդ կյանք։ Ես չգիտեմ ինչպես է հնարավոր այս տիպի զուգադիպություններ, բայց իսկապես շատ նման է։ Հիմա ասենք թե մանավանդ որ ինքս ենք տարբերվող, ասենք դեմքի այդ կառուցվածքը ունեցող հայերի մեջ շատ քիչ կան։ Այդպես թուրքերն են ելում, էլի ասենք թե կուրոններն են ելում այս դեմքերը, տափակ տենց տախտակի պես։ Հիմա ասենք օրինակ տարբերվող է, էլի ասենք չինացի չենք, էլի մենք որ ասենք ասես շփոթում ենք, խառնում ենք։ Թողը մի հատ Դանիել Յոնիսյանը իր դրոնը դնի այդ տեսագրությունները zoom անի ասի, այսի Տեր Արամն է։
Չկա այդպես բան, նա հանրահավաքի չի մասնակցել։ Երկրորդը, այդ հանրահավաքի մասնակցությունը, որ տենց ասում են եւ այլն, դա որ դեպքերում են ասում, երբ որ պաշտոնական դիրք է չարաշահվում, ծառայողական լիազոր, այսինքն ենթադրենք ես մարզպետը լինեմ, իմ աշխատակցին ասեմ, պետք է գնաս մասնակցես հավաքի անպայման։ Էդի հենց քրեական հոդվածը դրան է վերաբերում, որովհետև ես իմ պաշտոնական դիրքով եմ դա արել, ստիպել եմ մարդուն, որ եթե չէ, ես իրան կհեռացնեմ, եթե հեռացնելու իրավունք ունեմ։ Հասարակական կազմակերպությունների, կրոնական կողմեն դա հնարավոր չի անել, իսկ եկեղեցին դա իշխանություն չի։ Այսինքն հիմա ենթադրենք, հիմնվում ենք Արամի Վարկածի վրա, որ իրան մեկ ասել է կեթաս հանրահավաք։ Ենթադրենք ինքը ասում էր չեմ էթում։ Ինչ էր լում։ Ոչ մի բան չէր լում։ Չի ասենք իրան որևէ նեղություն տալու հնարավորություն դրանից չկա։ Ինքը ասում է Պետրոսն ասում է բալա որ չէ դա ինչ կլեր։ Պրոբլեմներ կլեր։ Եթե դու եկել ես ասում ես արդեն պրոբլեմներ, բայց որ դու գնացել ես հանրահավաքի։ Այդ պրոբլեմները որտից առա։ Բասորը պիտի ա պրոբլեմներ չլներ, չէ՞։ Կարող է առանց ասելու գնացել ես դրանից է պրոբլեմներ, իշխնագլուխ բաներ ես արել, դրա համար ես պրոբլեմներ հավաքեք քո գլխ։ Բա ասում եք պրոբլեմներ կլներ։ Ինչ պրոբլեմ պիտի կա։ Ասում ես կարգալույս կանեն, չէ՞։ Բայց արա մինչև հիմա քեզի կարգալույս չեն արել։ Մինչև հիմա դու հələ քահանա ես համը, մինչև հիմա 3 հələ հարսանիք ես արել, իմիջիալոց են սարկավակների դեպին ոչ մեկը կողքը չի կանգնում, մենակ են թողել։ Իդեպ ինչի կարգալույց չեն անում, բաղ հասարակի քիչ բաց ու անկեղծել խոսենք, ինչու չեն անում շատ վաղուց պիտի արածա, մենակ դրան պետք է ապահով պատասխան։ Արմավիրի թեմի առաջնորդին, որ գնացել կայնել են մեխակի կողքը, բդրանել պիտի, չէ։ Եվ ես գիտեք ինչ եմ հիշում, պարոն Ղազարյան, որ քանի որ հիշում եք այն նկարի պատմությունը, որ տեղադրել էիք ձեր էջում, Էջմիածնի տոնի առթիվ, թե ինչպես էին քահանաները ԿՊԱ-կանների հետ, այդպես ասեմ, ԿՊԱ-կանների հետ գնում կամ նշելու կամ ինչ-որ ծաղիկներ էին դնում որևէ հուշարձանի կամ չգիտեմ, դուք ձեր մտահոգությունը հայտնեցիք։ Ես այդ մասը հատուկ էսպես կտրել եմ եւ իմ էջում եմ դրել, վստահ եմ շատ շատերն են տեսել, ընդամենը 6 օր է անցել այդ ձեր մտահոգությունից, որի մասին բարձրաձայնել եք եւ ես գրել էի, որ այսպես կարող է խոսել միայն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր զավակը։ 6 օր է անցել, մի շաբաթը չի լրացել, եւս Արագածոտնի թեմի սրբազան հայրն է կալանավորված եւ 12 քահանաներ միգուցե եթե Արմավիրի թեմի առաջնորդը մտածում է, որ ինքը որ գնացել կայնել է մեխակի կողքը, իրան չեն բռնելու։ Հեսա հերթը կարելի է, բա որ սաղին բռնեմ, հերթը պիտի կապի, եկեղեցին պիտի վերացնեն, չէ՞, դա չէ իրաց նպատակը։ Մենակ կարծում եմ կոտայքի թեմը կմնա ասած։ Չէ, պիտի մնա։ Բայց եթե եկեղեցին վերացավ, այ ուրիշ բան ասենք, եթե դառնա Կովկասի մահմեդականների բանը, մի հատ կոտայքի Ղազիաթել ընդե բացեն, այդ հանդերելի այդի կլինի։ Բայց եթե եկեղեցին վերացնում են, դրա եթե Ալաշուկյոր Փաշազադեն ասում է, որ իր հոգևոր կենտրոնը պիտի լի Էջմիածինը։ Նշանակում է մեր եկեղեցին պիտի վերանա, չէ՞, այդ է նպատակը։ Հիմա այն ամենը հիմար մարտել արդեն այս ամեն ինչից հետո հասկացել է, որ սրա նպատակը ոչ թե բարեպաշտությունն է, եկեղեցուն, բարեփոխումն է, այլ ակնհայտ եկեղեցին վերացնում։ Բայց հիմա եթե եկեղեցին վերացավ, կոտայքի թեմի առա, դու կոտայքի թեմն է խոս չի կարա ամբողջ առաքելական եկեղեցին վերանա, մնա մենակ կոտայքի մեկի Վայոց ձորի թեմերը։ Ինչ է դրա ազգանունը բռնում է, դա էլ Ալեն Սիմոնյանին եղել է արարողակարգի պետ, նաժիշտ։ Բանը մանա տվե նորավանքում։ Մեն Ալեն Սիմոնյանի, որ ասում է եկեղեցիներում Կոկա-կոլա են ծա։ Այդ նույն Էջմիածնի օրը Ալեն Սիմոնյանը գնացել էր եկեղեցի, մի հատ դրոն էլ ինքն է թրցրել իր ֆոտոսեսիայի համար, չէ, առանց թույլտվություն վերցնելու։ Բայց մինչև այդ Ալեն Սիմոնյանն ասում էր եկեղեցիներում Կոկա-կոլա են ծախում ու գինի են ծախում։ Հեռախոսի համարն է չունեմ, որ ասեմ Ալեն ջան, մի հատ լիտրանոց կոլա կբերես հետ։ Իմացա գնացել ես մայրտաճար։ Մի հատ լիտրանոց կոլա կբերես, մեկ էլ մի հատ Վայոց ձորի բանը, Արենի։ Ընդ ասես ծախում են, չէ, եկեղեցի։ Հենց մատ գնա արտենամ որ դու ես առնելու։ Բայց եթե չեն ծախում, ո՞նց ես դու բայց եթե եկեղեցին անարգում ես էմի հոգևորականը, թեմի առաջնորդը, ո՞նց է դրան ընդունում։ Հիմա որ այդ ամբողջ եկեղեցին վերացավ, խո այդ երկու թեմը չի մնալու։ Խո բանը Մերձբալթյան երկրների
թեմը չի մնալու, որ Վազգեն Սրբազանը մնա թեմիա։ Կվենը պիտի վերանա, չէ՞։ Բա որ վերացավ դրանք էլ հոգևորական մարդեր, ինչ պիտի անեն։ Պիտի այդան Ալաշուքյոր Փաշազադեին ասել դե մենք դավանափոխ ենք լնում, ընդունի մեզ, օրհնի, արագ կհարմարվեն ինձ թվում է։ Արդեն հիմնական կարգը ձևերը բանը գիտեն, հիմա խաչակնքելու փոխարեն նամազ կանեն, ինչ տարբերություն։ Հա, իդեպ Նիկոլ Փաշինյանին այսօր լրագրողներից մեկը հարցում է ինչպես է ստացվում, որ Փաշազադեի հայտարարություններից հետո, որ ասում է խաթարում է խաղաղության գործընթացը հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին, դրան հաջորդում է արդեն ռեպրեսիաները մեր եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ, ասում է դե ճիշտ ասած ես չեմ հետևում Փաշազադեին։ Հետո էլ ասում է օրինակ եթե դուք ինձ այդպիսի հարց եք տալիս, ես էլ կարող եմ մտածել, որ այս պահին, որ դուք այդ հարցը հնչեցրեցիք, Ադրբեջանում ինչ որ մեկը նամազ է անում։ Աստորեն Ադրբեջանի նամազի ժամերը արդեն գիտի։ Դե Այդտենց ասում էլի։ Հələ կարող է լրագրող հարցին չպատասխանեց ինքը։ Իսկ դե նամազի ժամ այլ է ոնց պատասխանի։ Իսկ ասենք ես չեմ լսել, ինքը ասել է հիմա նամազի ժամը բերեք ընդհատենք ես գնում եմ նամազի։ Չի ասել, այդպեսի բան չի ասել, բայց որտեվ ինքը բանա, չէ, արդեն պաշտոնապես հաստատվեց, չէ։ Միացյալ Նահանգների նախագահը ասաց, որ ինքը ադրբեջանցի է։ Այն հայրենա, հա, Ալիևին հարցրեց ուր է հայրենակից հետ, որպեսի պարզ լինի, Ալիևը ցույց տվեց Նիկոլին, ըստ այնտեղ հայրենակից է։ Ասեն ձերքով մի Ընդ որում Ալիևին ասում ուր հայրենա, Նիկոլ Փաշինյանը չի ասում ուր հայրենա։ Ալիևին ասում է ուր հայրենակից հետ։ Այն էս Հետո շուրա գալի ասում է նրանք իրար արդեն շատ են սիրում։ Հայրենակից։ Սիրում են այլ հայրենակիցը ջանդամ է։ Սկսել են սիրել։ Ունենց են սիրել իրար։ Որ Ամերիկայի նախագահ տեղյակ Լուսնե ջան, Միացյալ Նահանգների նախագահը աշխարհում ամենաիրազեկ մարդկանցից մեկն է, որովհետև այնց հատուկ ծառայություններ, ինֆորմացիայի ձեռքբերման ոնց որ ունի Միացյալ Նահանգները, աշխարհում կարող է ուրիշ ոչ մի երկիր այդ համակարգ չունենա, նրանք եւ իրանց հետախուզական ցանցը եւ տիեզերքից դիտարկումները եւ սաղ տեղերից դայմեն ի վերջո տեղեկատվությունը ում է զեկուցվում։ Նախագահին, նախագահը պատահական բան չի ասում։ Իսկ նա հրապարակային ասում է, որ սրանք իրար սիրում են։ Մի ամբողջ օր եղել են Սպիտակ տանը։ 5 ժամ Աբու Դաբիում փակվել են մի սենյակում, կողքից ուրիշ մարդ չի եղել։ Բա ամերիկյան հետախուզությունը նախագահին զեկուցել է, ասում է, սրանք սիրում են իրար։ Հիմա այդ սիրուց դրդված, ընդհանրապես ոնց ասենք, թե եթե տարբեր հավատքի բաներ զույգեր ամուսնանում են, զույգերից մեկը ընդունում է ամուսնու ազգանունը ու հավատքը, չասենք օրինակ տենց լնում են, դեռ քրիստոնյան ամուսնանում է այլ դավանանքի կնոջ հետ, կինը ընդունում է քրիստոնեությունը, միասին գնում են եկեղեցի, փսակադրվում են, կամ ասենք կինը ուղղափառ եկեղեցու հետևորդ է, ամուսին առաքելական, ամուսնանում են, այդպես ենթադրենք հայկական կինը ընդունում է, մեր մկրտվում է։ Հիմա ասենք լրագրողն իրան ասում են, սպասեք, Ադրբեջան նամազի ժամը, մի անհանգստացրեք ինձ։ Հեսա կառավարությունում էլ ինձ թվում է նամազի սենյակը բացեն, հերթ կլինի ինձ։ Տերերիվի ժամին ընդ հերթ կլինի։ Չեմ բացառում։ Պարոն Ղազարյան, նաև Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ, վստահաբար հետևել եք, չնայած եթե չեմ սխալվում, դուք նրա սև ցուցակում եք, չէ՞, Նիկոլ Փաշինյանի։ Ինձ բլոկ է դրել։ Բլոկ է, հա, ես մամուլից եմ դրա գրառումները տեսանյութերը։ Ինչ եմ ասում, տեսանյութերը հրապարակում 1 րոպեանոց, որտեղ խոհա փիլիսոփայական մտքեր է արտահայտում։ Մի չի, այս վերջերս էլ միտքեր չի ասում, նայում եմ։ Ասենք մի հատ երաժշտություն է դնում։ Միտ չի ասում։ Ու ասեն շարժումներ անում տեն։ Շատերին թվում է որ դա սրտիկ է, բայց ինչ չի թվում որ դա սրտիկ է, դա ուրիշ բան է, ինչ թվում է ցույց տալի, ինչ նշանա չեմ կարող ասեմ, այդ հետո կերեւ։ Ասենք դա 15 տարեկան երեխեք էլ այդպես բան չեն անում։ Որտեղ մտածում են որ իրանք արդեն մեծ երեխա են, ամոթ է որ իրանք սրտիկ դնեն էլի։ Դա ենթադրենք 12 տարեկան էլ կարող է ինչ որտեղ դասարանցիներին բանը, բայց 15, 16-ը արդեն համարում են որ
ասենք ամոթ չի ես տենց բանանը։ Ինքը հələ նոր այդ տարիքի վրա որ երկ ասենք պատկերացնում ես երկ դնես կամ դրա կինը որ այդ գիրք կարդալուց որ այդքան նկարվում է։ Ասենք այսքան գիրք ենք մենք կարդացել։ Ո՞վ է տեսե մարդը գիրք կարդալուց նստի նկարվի։ Էն էլ տարբեր տեղ է նույն, ասենք մի շաբաթվա մեջ 5 անգամ ենթադրենք մի օր Կարապի լճի մոտ է, ճառ արևի տակ, ասենք նորմալ մարդ, այդ արևի տակ մի րոպեից, ու ինքը մի րոպեից ավել հաստատ չի նստում է ռիլը նկարում են, մի րոպե այդ ռիլը։ Հավաքում այդ եմ ասենք, ինի գիրք կարդացող, ասենք, նա կյանքում երևի գիրք չկա։ Էրդողանի գիրքը, բայց կարծում եմ կարդացած։ Սուտ, ես չեմ հավատում, որ դա կա։ Կարող է նկարվել է, ասել է, այն բովանդակությունից նայել ասել է, այս գլխում էս ինչ բանը կա, ես չեմ հավատում, որ նա կարդացած կլինի։ Նա ասեք թե իր ազատ ժամանակը, այդ խմելը թողած, ուրիշ բաները թողած, դա գիրք կարդա։ Մարդը ստե ինքը ընդ Չինաստան ազատ իր համար այդ ժամանակը նա կծախսի գիրք կարդալու վրա, հենա հանի վռնդի։ Գնացել էր իբր մագիստրատուրա սովորելու։ Չինաստան, Փաշինյանն էլ կարոտել էր իդեպ Չինաստանից երբ վերադարձավ խորոված փարթի էին։ Նույնիսկ ջան, ես մագիստրատուրան անցած տարի եմ ավարտել, 2 տարի է տևել, հերրական։ Բա դու եթում ես մագիստրատուրա սովորելու սեպտեմբերի 12-ին արդեն հանը վռնդում են։ Սեպտեմբերի 1-ին 12-ին լա, սեպտեմբերի 12-ին հանը վռնդել են։ Այդպես կրթական ծրագիր է ալնում։ Նույնիսկ մի տարվա մագիստրոսական ծրագրերը դրանք այնքան խիտ է դրանց ակադեմիական գրաֆիկը։ Առավոտ 8-ից դասերը սկսում եմ մինչև իրիկանը 6, այդ մենակ ակադեմիական դասերը չեմ ասում դրանից հետո գրադարանում է թասա անատական աշխատանքները, թեմատիկները, սաղ պիտի անես բերես, գրավորները հանձնես, բան, որ այդ մի տարվա մեջ հասցնես ակադեմիական կուրսը անցնես, պլյուս թեզդ գրես պաշտպան։ 12 օրում այդպես կրթություն է ալում։ Հանը վռնդել են ակնհայտ։ Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե ցանկանում եք բարեկեցիկ ապրել եւ դրա համար աշխատանք եք փնտրում, ապա այդ աշխատանքը գուցե յոլա գնալու համար լինի, ասում է, բայց այնպես արեք, որ ոչ թե դուք աշխատանք փնտրեք, այլ աշխատանքը փնտրի ձեզ։ Դրա համար հարկավոր է 3 բան. կրթություն, հիշեցնեմ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը թե ռուս է, թերի կրթություն է ստացել, որովհետև Իջևանի համար մեկ միջնակարգ դպրոց։ Այո, դրանից հետո ավարտական փաստաթուղթ։ Հենց վարչապետ կարգվեց, նոր դիպլոմը տվեցին։ Բայց կարծեմ չի վերցրել։ Չեմ հիշում, չխաբեմ, չեմ հիշում։ Ես իր կենսագրությունն նայել եմ, իր կենսագրության մեջ նշված չի, որ ինքը ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Իսկ ինքը ընդունվել է, բայց իմիջիայլոց նույն իր կնգա է դա խառը պատմություն։ Միտեղ գրել է, որ ընդունվել է պետական համալսարան, միտեղ գրել է, որ ավարտել է։ Բայց որ թվին է ընդունվել, որ թվին ավարտել, հետո գրել է ավարտել է լրագրության ֆակուլտետը։ Երևանի պետական համալսարան լրագրության ֆակուլտետ չունի ու երբևէ չի ունեցել։ Դրան մոտ ֆակուլտետը դա ժուրնալ։ Հիմա ոնց է հնարավոր։ Ես ավարտացել եմ տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետը ու մեր ֆակուլտետի անունը չհիշեմ։ Դες մի հատ պատմություն կա, չէ՞, որ մեկին ասում են, որ ֆակուլտետն է ավարտել, ասում եմ չեմ անում, որ ֆակուլտետը, բայց այն վաղվա ամենալավ ֆակուլտետը։ Հիմա սրանն է, բանը, ամենալավ ֆակուլտետն է ավարտել։ Նույն պրոբլեմն է, ասենք, հիմա սրանք իրանք այս կրթական վիճակով Լուսինե ջան, 4 երեխա ունեն։ Մի տղա 3 աղջիկ։ Դե ընդհանրապես ես էլ եմ, մեր տանն էլ եմ, ես 3 քուր ունեմ։ Դες որ մի տղա էս ելնում, ուշադրության կենտրոն չէ, որ տան տղանա չէ, ասենք բանը էլի, ամեն մի երեխա իր տեղն ունի, բայց այդ մեր մշակույթի մեջ տղայի նկատմամբ ուշադրությունը տղան համարվում է Գերդաստանի շարունակողը բանը ժառանգությունը իրան հասնում է։ Այսինքն դրա նկատմամբ ուշադրություն ավելի մեծ է։ Երևանի մեջ արդեն ապրել են մարդու կնիկ։ Իրանց ունեցած այդ մի տղուն կրթության չեն կարած հետան։ Իմ մոր ընտանիքում, ասենք գյուղական ընտանիք Վայոց-Ձորի մարզի Ազատեք գյուղում, հեռավոր լեռնային գյուղ, տատից, պապից գյուղացի մարդիկ մշակ իրանց գյուղի կյանքով ապրող։ 6 երեխա են ունեցել, 6-ն էր Երևանում բարձրագույն կրթություն են։ Ասենք պատկերացնում եք, չէ, 40-ական թվականներ, 50-ական ոչ տրանսպորտ կա, ոչ կոմունիկացիա կա, ոչ ուսանողը Երևանում ապրում է, ոնց է ապրում, ծնողները չեն կարա գյուղից իրան օգնեն, իրանք ստե համ աշխատում են, համ ապրում են, թոշակը քիչ 6 երեխա ունել
տվել են Երևանում բարձրագույն կրթության, իրանք այդ կրթությունը չունենալով գյուղացի։ Բլավ դուք մարդու կնիկ լրագրող։ Երրորդ մասը ապրեք։ 49 համար նստում ես մի ժամ 10 րոպե հետո ասում ես բլավ ասեք դուք ձեր այդ մի տաղուն կրթության չեն տվել։ Մեզ տղայ արդեն բանակից գնացեք է 25 տարեկան տղայ անտերի պես კი չես իմանում ուրա այն զոհվածի ծնողը վերցես տարա որ ճիշվատապանեն լողազնի բռնի տարան դատին են կնգա անտերի պես հանը գցել են փողոցները հիմա ընդհանրապես տեղը չկա ընտրողների ռեգիստրը նայում ես Աշոտ Փաշինյան չկա դրանք սաղ ընտանիքով ինքը կնիկը Մարիամ բաբանը Հրաչյանը սաղ զոնքանչտան վրա գրանցված են Աշոտ չկա ու մամուլում է չէ չկա այդ դատից հետո նա չկա մի ժամանակ չգիտեմ իրանց տուն ցուցահանդես էր բացել իրանց տուն նկարներ էր հետո այդ տունը մի տղա ունեն ոչ աշխատում է ոչ փսակվել է ոչ կրթություն հաստատ ոչ մի բան ինքը դրա տերն է եկել է նստել անձի ասում է գնա կրթություն ստացի որ աշխատես աշխարհի կրթությունը ստացել եմ չեմ կարող աշխատեմ որովհետև քաղաքական հալածանքներ եմ ենթարկում իր կողմից այո 20 տարվա դասախոս եմ ինչ չեն թողնում տնտեսագիտական համալսարանում դասավանդեմ իմ քաղաքական որ մենակ ես եմ կասեմ այ մարդ դե մենակ ես եմ էլ ես մի հատ թարս խասյաթի տերեմ ես մեծ յոլա չեն հետում բոլոր ընդդիմադիր քաղաքական գործիչները որոնք իրենց համալսարանների ամենաառաջատար դասախոսներն են եղել մասնագիտական տեսանկյունից հեռացվել են համալսարաններից ԿՊ-ականների կնիկներն են քրերն են համալսարաններում հիմա աշխատում ինք հիմա դրա տերը եկել է ինք կրթություն չունի երերքում ամենաբարձր պատասխանատու պաշտոնն է զբաղեցնում եկել է մեզ ասում է լավ սովորեք որ եթակ աշխատեք Նիկոլ Փաշինյան այսօր որ վարչապետ չլինի ես էդի 100 անգամ այդ օրինակը բերել եմ այսօր 101-րդ անգամ բերում եմ հիմա մեզ կարող է լսում են գործարարներ չէ ովքեր ունեն գործատու են բիզնես ունեն ասենք մի հատ ունի փոքր խանութ չգիտեմ պագրիշկա փոխելու կետ Որտեղ կա տարբեր տիպի աշխատանք, պահեստապետ, պագրիշկա փոխող, չգիտեմ, հաշվապահ, ինչ աշխատանք կան, տնօրեն է տարածքի, բանկերում, թող մեկը ձեռը դնի խղճին ասի, որ Նիկոլ Փաշինյանին իր հիմնարկում ինչ գործի կընդունի, ամսական շատ չէ, 200,000 դրամ աշխատավարձով։ Բացառված բան է։ Ասեք պատկերացնում ես, դե մարդու որ գործի են ընդունում ինչ անում։ Ասեք CV-ն է, չէ՞ ուզում։ Սևենա որտեղ է սովորել, որտեղ չի սովորել, չի աշխատամենը մի թերթա բացել, մարդու կնիկ էտեն արել, էդի ասում ես հետո կանչում ես հարցազրույցի։ Գալիս է նստում է դեմը, գեշ։ Օրինակ ասենք որ կասայի աշխատող, չգիտեմ մատուցող բան, ասում է արտաքնապես համակրելի բան չէ, գեշ։ Գեղեցիկ արտաքին։ Հա, խոսացնում ես ձենը սուր։ Ինքը կոնֆլիկտային, ատամները ծուռ, այս հորմոնային բաները խախտված, կրծքագեղձի բաների օրնել, կրծքագեղձի ռակի նշաններ դոշին խփած։ Դրան ով գործի կընդունի։ Հիմա ինքը մեզ ասում է, գնացեք լավ սովորեք, որ կարողանաք աշխատեք։ Ծաղրում է, էլի հասկանում եք։ Ասենք ես օրինակ մեկին ասեմ, գնա լավ սովորի, կասեն հայել ես մարդը կրթական բոլոր էտապներով անցել է, ոչ ակադեմիական կրթական ծրագրերով անցել է, վերապատրաստումներ անցել է, 48 տարեկանում գնացել մի հատ մագիստրատուրա, երկրորդ մասնագիտությունա ձեր, այս մարդը կրթության արժեքը գիտի, ասում Նիկոլն ու Աննան եկել են տառել են ազգի դասատու, տգետների դպրոցը բացը գիտեք, չէ՞ իմ քայլը հիմնադրամ որպես համալսարան է հավատարմագրված Իմ քայլը հիմնադրամ համալսարան։ Սա ամենը չէ, Նիկոլ Փաշինյանը էլի հարցեր է բարձրաձայնում եւ ինքն էլ պատասխանում է այդ հարցերին, ձեր թույլտվությամբ կարդամ եւս մեկը, ինչ է ասում։ Ինչու Հայաստանի Հանրապետության նախկին ղեկավարները կյանքի չեն կոչել Ղարաբաղի հարցն իրենց կողմից նկարագրվող հոյակապ լուծումները։ Պատասխանում է. Առաջին տարբերակ ցուցաբերել են հանցավոր անգործություն, գուցե ծառայելով օտար երկրների շահերին Երկրորդ տարբերակ հոյակապ լուծումները պարզապես քաղաքական խաբեություն են եւ դրանց իրագործումը երբեք էլ հնարավոր չի եղել։ Ինձ գիտեք, զավեշտալին թվաց այն, որ ասում է ծառայելով օտար երկրների շահերին։ Ով է խոսում սրա մասին։ Բայց հենց է դա էլի ու դե սրա մեղադրանքները, չէ, առը կպելա
այդ նախկին նախագահներն ասում եկեք իմ հետ բանավիճեք։ Դրանք էլ մեռան ասելով, ասենք իրանք ուղիղ չեն ասել, ուղիղել են որոշ դեպքերում ասել չէ բազարույցների բանը ժամը, բայց հիմնականում գրասենյակների միջոցով ասում են ռադդ քաշի գնայել, ասենք շանտեղ չեն դնում։ Դրան, որովհետև շունը հարգանքի արժանի կենթանի, ասենք շունը ով որ շունապամ սիրում է, ես տենց գիտեմ էլի։ Բանը, սրան շանտեղ չեն դնում։ Հիմա էսի զորով կպե, եկեք իմ հետ բանավեճ, եկեք իմ հետ բանաճը, այ բալա, դու ասել ես, որ վարչապետ դառնալուց հետո սկսում ես բանակցությունները քո զրոյական կետից, որ քո համար կարևոր չի, թե Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ արել, Ռոբերտ Քոչարյանն ինչ արել, Սերժ Սարգսյան, դու քո զրոյական կետից ես բանակցում, Նաիրա Զոհրաբյանը դեռ պատգամավորը չէ նախորդ գումարման ազգային ժողովին, հարց տվեց, ասում եմ մի հատ հələ հասա, վարչապետս մենք պարլամենտ ենք, խորհրդարանական երկիր է, ինչ եք բանակցում Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ, ուր է հասել բանակցությունները, բանակցային ինչ փաթեթներ են քննարկվում, ինչ տարբերակներ կան։ Այն ճղճղան ձենով են որ պիտի գործի չընդունեն։ Հələ ասում եմ, ինչ ուզում ենք այդ բանակցում ենք։ Բալա դու ինչ ուզել ես էդի բանակցել ես, սկսել ես քո զրոյական կետից, քո հայտարարություններն արել ես, քո սեփական մտքերը, դրան գրել ես կառավարության գործունեության ծրագրում։ Տայել ես այս ժողովրդին գցել ես պատերազմի մեջ, Արցախը վարի ես տվել, Արցախից հետո Տաուշն ես հանձնել, Սյունիքն ես հանձնել, Մեղրին ես հանձնում, բել ես նստացել ես Ջերմուկի գլխի, Սիսիանի գլխին, Կապանի այրոպորտ։ Եկել ես ասպես Լևոն Տեր-Պետրոսյան, հələ տենամ դու ի սկզբունքներով ես բանակցել։ Դու 18 տարեկան երեխեքին, ինչ ես, 18 տարեկան երեխեքին, քո երեխեն չի 18 տարեկանում գնացել Արցախի պաշտպանության բանակ ծառել, կամավոր, դիմում է գրել կենտրոնական հավաքականում Աշոտ Փաշինյան, ասել է ես վիճակահանության չեմ ուզում մասնակցել, որ ընտրեմ, որովհետև կարող է վիճակահանությանը մասնակցել, ընկներ Սիսիանի զորամաս։ Ինքը պետք է ծառը, որովհետև մեր սաղ երեխեք տենց են գնացել բանակ, գնացել է վիճակահանությանը, մասնակցել է, մեկը քաշել է Վայքի գունդ, մեկը քաշել է Սիսիանի գունդ, մեկը քաշել է Իջևանի գունդ, մեկը ՊԲ։ ՊԲ կամավոր են գնում։ ՊԲ-ն ինքը գրել ասում է ես չեմ մասնակցում վիճակ, հանկարծ չընկնեմ Սիսիանի գունդ կամ Իջևանի։ Ինձ տարեք Արցախ։ Լևոն Տեր-Պետրոսյան, նա եկե Աշոտիկին ասե գնա Արցախ ծառայի։ Այն էլ եղել է իր վարչապետ, եղած ժամանակ, ասենք որ ինքը այդ ժամանակ հայկական ժամանակի խմբագիրներ էր, կասեր երեխուս վերցին տարան Ղարաբաղ, չէ։ Բայց դու վարչապետ ես ել, քո վարչապետության շրջանում, քո երեխային, քո հետ համաձայնեցված, կամավոր, գրել է, գնացել է ՊԲ, Լևոն Տեր-Պետրոսյանն եկե բանակի քեֆին համադայություն արել, որ դու հիմա եկել ես Լևոն Տեր-Պետրոսյանից բան ես պահանջում։ Ասել Աշոտիկ ջան, գործ չունես։ Մենք ես հիմա ճամփում ենք բալես։ Կեթաս դիմում կգրես, կեթաս ՊԲ-ում կծառես, տես բան ասել է։ 2016 թվականին մայիսին ապրիլյան պատերազմի ավարտից մի ամիս հետո սրանք ստեղծում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամավորական ջոկատ։ Ջոկատի մեջ եղել է Սասուն Միքայելյանը, Նիկոլ Փաշինյանը, Ռուբեն Ռուբինյանը, Հակոբ Արշակյանը։ Գնացել են կամավոր, ներկայացել են պաշտպանության բանակ, պաշտպանության բանակի հրամանատարի հրամանով կցվել են Մարտակերտի զորամասերից մեկին, ստացել են մարտական առաջադրանքը լապատկայով խրամատ պորելն այլ է, որովհետև հրամանատար տեսել է, որ սրանք ոչ բան պիտանի չեն կարող մարտական հերթամ։ Բայց կապ չունի, զենքով նկար ունի ինքը Արցախում, գրառում արի, ասում եմ, չնայած որ հիմա Հրազդանում քաղաքապետի ընտրությունները, ինքը Սասուն Միքայելյանի շտաբի պետա, Սասուն Միքայելյանը քաղաքապետի ասում է չնայած ընտրությունը, բայց մենք ընտրությունը թողել ենք, էթում ենք զենքը վերցնենք, պաշտպանենք մեր հայրենիք։ Գրած է Վիկիպեդիա, գնում ես բերել, ուղիղ խոսք իրա մեջբերումներ։ Սերժ Սարգսյան, նա քեզ ասեն Նիկոլ ջան, խնդրում եմ, այդ բանի Հրազդանի ընտրությունները թող, Սասունը կընտրվի, չի ընտրվի, ջանդամ ընտրվի, զենքը վերցրու գնա հայրենիքդ պա, քեզ տես բան Սերժ Սարգսյանն ասել է։ Դու ես չէ գնացել հələ այն ժամանակ վարչապետ չէիր, վարչապետ ես եղել ես քո ելույթներն ես ունեն, ընտրվել ես վարչապետ, գրել ես կառավարության ծրագիր, տալ ես այդ ծրագիրը պարլամենտում հաստատել են, որպես վարչապետ դրա պատասխանը կլինի դու տաս, ինչ գործ ունես դու մյուսների հետ։
Հիմա անգել է այդ մյուսներին, ուզում է իր գործած մեղքերը, բարդ է մարդը, վատ է, ասում բա որ այդքան լավն էին ձեր մոտը, ինչի չեք համաձայնվել դրան։ Հիմա չեն համաձայնվել, ավելի լավն է, որտեղ համաձայնելը ենթադրում էր որոշակի զիջումներ, չէ՞։ Հիմա որ չեն համաձայնել, ինչ է եղել։ Զիջումները չի եղել, որ զիջումները չի եղել, ինչ է եղել։ Արցախ մնաց հայկական ազատագրված տարածքներն են մեր վերահսկողության տակ, Արցախի պաշտպանության բանակ ապավել այդ ժողովրդի անվտանգությունը, Ալիևն էլ խաղաղ եկել նստել դեպի բանակցելու։ Նույնիսկ 16 թվականի ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիևի միջև Յակոբ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ բազմաթիվ հանդիպումներ, այսինքն նա վերադարձել է բանակցությունների։ Հիմա չի եղել լուծում, որ չի եղել ով է դուժե դրանից։ Կլներ ասեն քո ժամանակ էլ լուծում չլներ, դες մնար։ Դու մասպես Լեռնային Ղարաբաղի հարց լուծվել է։ Ես խաղաղություն եմ բերել։ Ասում եմ սրանից հետո խաղաղություն անել, որովհետև Ադրբեջանը ինչ ուզի, առանց կռիվ ենք տալու։ Խաղաղության լավ բանաձև է գտա։ Ասում եմ, օրինակ 20 թվին հələ ինքը ընկել էր այդ իներցիա, այդ հայրենասիրական այդ իներցիայի տակ 20 թվի հուլիսին Տավուշում մի դիրքի համար, անվախ դիրքի համար, որտեղ Արմեն Գրիգորյան ասաց Նիկոլ Փաշինյանը անձամբ ղեկավար է մարտական գործով, սուտ։ Խաչատուրովը չի թողեսկի մոտենան թեմայի, Աննան ուզե գնա անե շպրտել են դնում։ Խաչատուրովը Գրիգորին, որպես կորպուսի հրամանատար, ղեկավարել այդ ամբողջ process-ը, մեր բանակը ցույց է տվել հակառակորդին անհրաժեշտ դիմադրություն, հսկայական կորուստներ, ադրբեջանական երկրորդ բանակային կորպուսի շտաբի պետի տեղակալը, մեռե գեներալ մայոր։ Այդ մարտական բերեց Սարդարապատում, ազգային հերոսի կոչում շնորհեց, ասաց, սա պատմության մեջ առաջի դեպքն է, որ զինվորականը ազգային հերոսի կոչում ստանում է իր կենթանության օրոք։ Սիրունյան դիլիջանցի, մինչև այդտեղ մասին ոչ խոսում է, ոչ ազգային հերոս է, չէ՞, դեցել ես հերոսի մասին, խոսեն, հերոսացնեն, բերեն, ցույց տան, նկարեն, չկա այդպես բան։ 72 մարտական խաչ։ Գրիգորի Խաչատուրովին առաջին է, հերը երկրորդ աստիճան ունի, Յուրի Խաչատուրով, բայց իրան առաջի աստիճան։ Անխնա բերին բաժանին, մարտական խաչ, սնդվորում, պարգևատրումն է ոչ թե նախագահականում, ոչ թե կորպուսում, Սարդարապատի հուշահամալիրում, որը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը թուրք զավթիչների դեմ, հաղթական պայքարը, որը հանգեցրել է պետության ստեղծման։ Այդ թատրոնը սարքել է 20 թվին, հուլիսին։ 24 թվին Տավուշի մարզի ոչ թե մի հատ անվախ դիրքը, այլ ամբողջ պաշտպանական բնագիծը քանդել է։ 4 գյուղ իր հարակից տարածքներով, տարածքներն էլ ականազերծել է, ականազերծման ժամանակ էլ 2 հոգի սակրավոր հայկական կողմից վիրավորում է ստացել, մեր զինվորների առողջության հաշվին տարածքն մաքրել են, ականներն է տեղակացրել են, ընդե որ թուրքերը լսեն դղկոցը, որ իմանան ընդ ական պայթացրին։ Նոր դրանից հետո այդ տարածքները հանձնել։ Հիմա եկել ասում են ժողովուրդ, տենեմ եք ես ինչ խաղաղացել եմ։ Էլ կռիվ մեր այն ժամանակ 20 թվին դրել են կռիվ ենք անում մի դիրքի համար։ Հիմա Ադրբեջանը ուզում է, մենք տալիս ենք։ Հիմա եկել են Մեղրին, այդքան ժամը, մինչև հիմա Պետրոսի մոտ գնում են հոպլո մոպլո։ Քոչարյանը Մեղրին ուզում էր տալ։ Մինչև հիմա ասում են Քոչարյան ուզում են Մեղրին տալ։ Քոչարյանը ինչ որ թվին է, վերջին անգամ 2008 թվին է եղել Հայաստանի ղեկավարը, 2025-ն է։ 2020-ից հետո Մեղրի մասին բանակցային գործընթացում իսկ խոսք չկա։ Այսինքն ինչ որ մի տարբերակ եղել է, քննարկել են, հասկացել են 17 տարի անցել է, բայց լուծում չի, դրա մասին մոռացել են, բանակցություններ լրիվ ուրիշ ուղղությամբ, գնաց դրա մինչև հիմա գնացել է ինքը 2025 թվականի օգոստոսի 8-ին թուղթը ստորագրել է, պարզ գրած որ Մեղրին հանձնում են Ադրբեջանին։ Եկել ասում է 2000 թվականին Քոչարյանն ուզում էր Մեղրին հանձնել, ո՞նք ասում ես։ Հիմա ասում է Քոչարյանը լարի մի հատ իրար հետ բանավիճ են, Քոչարյանը լուրջ մարդ է, Քոչարյանը խելքին չի է։ Պարոն Ղազարյան, եւ այսպես ընդհանուր ամփոփում տալով, ես գիտեմ, որ այսօր կրկին գտնվում եք ազգային ժողովի ընդունարանում, հա, այսպես ասենք, որտեղ հերթական իբրև թե ընդունելությունը պետք է լիներ, այս անգամ, եթե չեմ սխալվում, Էմմա Պալյանի կողմից, չէ՞։ Եվ նա անդաստիրակ է։ Ուրեմն մտել է ընդունարան։ Ես եմ նստած, լրագրող կա նստած, ու տենում եմ, որ լրագրողներ են կամերայի շտատիվ, մատիվ նախապատրաստում։ Ուրիշ քաղաքացիներ կան։
քիթ տնգած այդ մեծ բարև չի տալի։ Ասենք падգամավորը մտել ազգային ժողովի ընդունարան, չէ՞։ Ընդհանրապես ասենք ես չգիտեմ, էլի Լեհաստանում օրինակ անծանոթ մարդիկ խանութում բամտերում են բան ջին բոլորը իրեն բարև։ Իսկ մտել է ազգային ժողովի падգամավոր, մտել է ընդունարան մարդկանց բարև չի տա։ Լավ ասենք հասկացանք, ինչ ճանաչում, լավ այնտեղ մենակ ես չեմ, չի կարա ընդհանուր, չէ՞, ասի բարև ձեզ, չէ՞։ Քիթը տնգած է։ Լրագրողներից մարդ կար, հարցում ասում է Տիկին Պայլյան, բայց չեք ընդունելու ես, որտեվ ինչ մինչև այդ ասել են, որ ինքը չի հրաժարվում է ձեզ, մենակ ձեզ մյուսներին ընդունում։ Բայց ամեն դեպքում ես գնում եմ, ասում եմ, լավ ասել է, բայց մի հատ այդամ ներկայանամ, կարող է մարդ ես։ Բաց այդ լրագրողներ են գալի բան, ես իմ մարդկանց հրավիրել եմ, ես պիտի ներկայանամ ամենայն դեպս իմ ժամին։ Հա, ասում է չգիտեմ, բա ոչ չգիտես, աղջիկ, քեզ զանգել են քո անունից ասել են, որ դու չես ընդունում, ոչ չգիտես, հա, ոնց որ վախենա ասի։ Սա հենց այմանում, որ ընդունելը երևի չի հասկանում էլ այդ ինչա։ Պիտի անպայման ես իր հետ ամուսնանամ, որ ինքը ինձ ընդունի, որովհետև ինքը իր ամուսնուն ընդունելը ազգային ժողովում աշխատանքի, որպես իրան օգնական։ Երևի հիմա որ լսել է որ պիտի ընդունի, հենց այմացե պիտի գործի ընդունի, դե որ գործի ընդունի պիտի ամուսինն լի։ Իսկ թվում է, բայց ասեք չի կարելի, չէ՞ ասենք ես ինչ գործ ունեմ իր այդ կամ ինքի հետ ինչա դες բան մտածում։ Ընդհանրապես խոսքը վերաբերում է քաղաքացիների ընդունելությանը, ինչը իր պարտականությունն է, որում սա արդեն երկրորդ դեպքն է իր պարագայում, բայց կապ չունի, ես վերջերս Երևան ես դες բողոքարկում եմ, չէ՞, որ ինչ չեն ընդունում, հաղորդում եմ տալի Վարուց չեն նախաձեռնում, առաջին այցյանի դատարանը պարտավորեցրել է քննչական կոմիտեին Վարուց նախաձեռնել Ռուբինյանի կողմից ինչ չընդունելու գործի վերաբերյալ, այսինքն որ ինչ չի ընդունել, խտրական վերաբերում դատախազություն չէ, դիմել եմ դատարան, դատարանը որոշում է, հիմա կարող է իրանք իհարկե բողոքարկեն, բայց կապ չունի, եթե Վարուց նախաձեռնեցին, այս սրանք սա պիտի ներառվի մի Վարույթի մեջ, որովհետև սա նույն հանգամանքներով է պայմանավորված։ Գիտես քանի հոգ են արդեն, քանիսն ունեմ։ 24 24 գլուխ նույնիսկ գար պահողը արդեն հպարտանալու առիթ ունի, ասենք մեկին հարցես մի գյուղացու, ասես քանի գլուխ անասուն ունես, կասի 24։ Ես արդեն իմ ակտիվում, հələ գարանտերն է այտենց հպարտանում, հələ պատկերացրու իմ հպարտությունը, որ ոչ թե գար են, այլ ՔՊ-ից պատգամավոր, մեջը ինչ ասես կա, ինչ տեսակի իսան ասես կա մեջները, ազգային ժողովի 2 փոխնախագահ, հանձնաժողովի նախագահներ, հանձնաժողովի նախագահի տեղակալ, կնիկ, տղամարդ, բայց ինչ տեսակի իսան ասես ունեմ։ Բազմազան։ Հիմա սրանք նաև ես իրաց բանել եմ առաջարկում, եթե կլսեն, կարծում եմ կլսեն, գործարք, որ հաշտություն էլի, գործարքի իմաստով իր արտադատարանային հաշտություն։ Եթե այդ 24 պատգամավորները այսօր գնան Հայկ Մամիջյանի մոտ, ստորագրեն իմպիչմենտի ձևաթղթի տակ, ու սկսեն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, ես իմ հայցերից հրաժարվում եմ։ Չեն դատնում։ Շատ լավ, հետաքրքիր էր։ Ու արտադատարանային հաշտություն եմ առաջարկում, թող 24 հոգին գնան ու Հայկ Մամիջյանի մոտ, ազգային ժողովի շենք առաջի հարկ։ Շնորհակալ եմ, պարոն Ղազարյան։ Զրուցում էինք Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու դոցենտ, հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ, այսպիսիներ դիտակետը կհանդիպենք։